Սրբազան հայրեր նախ ուրախ եմ։ Կճոանի վերաբերյալ քննարկումներն ակտիվացան նոյեմբերի 27-ին, երբ պարզ դարձավ, որ նա մի խումբ բարձրաստիճան հոգևորականների հետ հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ մինչև այդ ստորագրել է կաթողիկոսին դատապարտող հայտարարության տակ։ Նոյեմբերի 30-ին վարչապետը Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում պատարագի մասնակցեց, նրան դիմավորեց եւ ողջունեց հենց arczepiskopos Կճոանը, իսկ երեկ նա Գյումրիի 7 վերք եկեղեցում էր Փաշինյանի մասնակցության պատարագին, այնինչ Շիրակի թեմի հոգևորականները հրաժարվել էին դա անել։ Առաջնորդական փոխանորդը հանրությանը հայտնի է մի շարք սկանդալային պատմություններով, որոնք լայնորեն լուսաբանվել են լրատվամիջոցներում։ Խոսքը նախ Bentley թանկարժեք մակնիշի ավտոմեքենա նվեր ստանալու մասին է, որոշ ժամանակ անց լրագրողների հետ զրույցում Գարեգին Բ կաթողիկոսն էր հայտնել, որ Կճոյանը ավտոմեքենան վաճառել է եւ գումարը ուղղել բարեգործության։ Բացի այդ, նրա անունը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ գործարար Աշոտ Սուքիասյանի անունների հետ միասին հայտնվել է Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերության փաստաթղթերում։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ փողերի լվացման համար։ Կճոյանը նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով է անցնում, սակայն դրա վերաբերյալ տեղեկությունները սահմանափակված են։ Arczepiskopos Սերժ Սարգսյանի իշխանության օրոք վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից նաեւ անվանական զենքով է պարգևատրվել։ Ի պատասխան քննադատությունների Կճոյանը հայտարարել էր, որ զենքով բոլոր երկրներում պարգևատրում են նրանց, ում գնահատում են եւ այս դեպքում էլ զենքը գնահատանք է, ուրիշ նպատակի համար չէ։ Ֆակտոր TV-ին հարուցված քրեական գործի վերաբերյալ մանրամասներ փորձեց ճշտել նաև քննչական կոմիտեից, սակայն գերատեսչությունից հրաժարվեցին թեմայի վերաբերյալ մեկնաբանություն տալուց, իսկ Արարատյան հայրապետական թեմի տեղեկատվական բաժնին ուղղված մեր նամակները եւ զանգերը անպատասխան մնացին։